Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը լի է արցունքներով, ցավով և սպասված, բայց միևնույն ժամանակ սարսափելի ողբերգությամբ։ Այն, ինչ մենք կանխատեսել էինք մեր նախորդ տեսանյութերում, ցավոք, իրականություն դարձավ, գլխի վայր շրջելով բոլորի կյանքը։ Ամեն ինչ սկսվում է Գրիշոյի և Մաշի վերջին չափազանց լարված հանդիպումից։ Գրիշոն, ով արդեն հասել է հուսահատության եզրին, գնում է Մաշի մոտ և տալիս իր վերջնական խիստ նախազգուշացումը։ Նա պահանջում է, որ այսուհետ այդ աղջիկն ընդմիշտ հեռու մնա իրենից և իր ընտանիքից։ Սակայն Մաշը չի դավաճանում իր էգոիստական տեսակին։ Նա լկտիաբար հայտարարում է, որ իրեն ոչինչ չի հետաքրքրում և որ ինքը միայն մեկ ցանկություն ունի՝ իր երեխան պետք է անպայման հայր ունենա։ Այս ծանր խոսակցությունից դուրս գալով Գրիշոն անմիջապես զանգահարում է Մանանին ու ասում, որ գալիս է նրա մոտ։ Բայց Մանանի սիրտն արդեն քարացել է։ Նա սառնասրտորեն պատասխանում է, որ իր համար միևնույն է և որ ինքը պարզապես զզվում է նրանից։ Եվ հենց այս պահին տեղի է ունենում անդառնալին։ Ընդամենը մի քանի րոպե անց, ճիշտ այնպես, ինչպես մենք բացառիկ կերպով հայտնել և կանխատեսել էինք դեռ նախորդ տեսանյութերում, Գրիշոն ենթարկվում է սարսափելի ավտովթարի։ Նրան ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում տեղափոխում են հիվանդանոց։ Ոստիկանությունն անմիջապես կապ է հաստատում Մանանի հետ և հայտնում այս բոթը։ Մանանը, չնայած իր ողջ ատելությանն ու վիրավորանքին, զանգահարում է Իննային։ Լուրը լսելով Իննան և Հունանը խելագարված շտապում են հիվանդանոց։ Այնտեղ են գալիս նաև Մանանն ու նրա եղբայրները, և հենց հիվանդանոցի միջանցքում էլ պայթում է իրական ռումբը։ Հունանը, չարացած ու վշտից կուրացած, անմիջապես հարձակվում է Սարգսյանների վրա։ Բայց այս անգամ Մանանը չի լռում։ Նա տալիս է սերիալի պատմության մեջ երևի թե ամենադիպուկ և ծանր պատասխանը։ Մանանը նայում է Հունանի աչքերին և ասում, որ նա այնքան չար է, այնքան շատ վատություն է մաղթել ու արել ուրիշներին, որ հիմա հենց այդ մեղքերի համար նրա փոխարեն պատասխան են տալիս իր իսկ զավակները։ Այդ խոսքերը ուղղակի ոչնչացնում են Հունանին։ Քիչ անց, երբ Իննան առանձնանում է Մանանի հետ, փորձում է շարունակել ամուսնու գործը և քարեր նետել Մանանի ուղղությամբ, մեղադրելով նրան տեղի ունեցածի մեջ։ Բայց Մանանը նրան ևս շատ արագ տեղն է դնում։ Հենց այս ապտակից հետո է, որ Իննայի խելքը վերջապես գլուխն է հավաքվում։ Նա մոտենում է Հունանին և կոչ է անում հանդարտվել ու սթափվել, հիշեցնելով, որ այս պահին իրենց միակ որդու կյանքը մազից է կախված, իսկ իրենք դրա փոխարեն անիմաստ ժամանակ ու էներգիա են վատնում Սարգսյաններից վրեժ լուծելու վրա։ Իսկ այս ընթացքում զուգահեռ զարգանում է մեկ այլ, ոչ պակաս ինտրիգային գիծ։ Ավոն գնում է հոր Դավիթ պապիկի մոտ։ Այդ պահին նրան զանգահարում է իր ընկերը և Ավոն առանց երկար մտածելու միացնում է բարձրախոսը։ Եվ հանկարծ ընկերը հարցնում է. «Արդյոք գտար երեխային»։ Ճակատագրի հեգնանքով հենց այդ վայրկյանին խոհանոց է մտնում Դավիթ պապիկը և հստակ լսում է այս հարցը։ Ավոն խուճապահար, գույնը գցած, անջատում է բարձրախոսն ու հեռախոսը սեղմում ականջին, բայց արդեն ուշ է։ Պապիկը կանգնում է նրա դիմաց և խիստ հարցնում, թե ինչ երեխային գտնելու մասին է խոսքը։ Ավոն պարզապես լեզուն կուլ է տալիս և չգիտի, թե ինչպես դուրս գա այս ծուղակից։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ։ Ինչ սուտ կհորինի Ավոն այս անգամ պապիկի աչքերին թոզ փչելու համար, թաքցնելով Վովայի ինքնությունը։ Եվ արդյոք Գրիշոն կկարողանա հաղթահարել մահը այս սարսափելի վթարից հետո։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններ բաժնում։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք սերիալի ամենաթեժ զարգացումներին։ Շնորհակալություն դիտելու համար։